բարի օր։ Մեզ մոտ երեկոյի 6:30 է արդեն, անձրև էր եկել, ես բացում եմ նոր տեսանյութ, սկիզբս ավետեմ, այստեղ տեսեք ինչ գեղեցիկ ծիածան է, այնքան գեղեցիկ է, ասի ձեզ հետ կիսվեմ, այս գեղեցկությամբ այն կողմը հատիսն է, բայց չգիտեմ, երևա, չի երևում, հատիսը ես էլ կախվել չեմ կարողան, սա էլ ձեզ համար, որպեսզի լինեք հավերժ երջանիկ։ Ժողովուրդ ջան, խաղողի տերև եմ գնել մեր մոտից, տեսնեմ, նայեցի լավն էր, այդ արկղի մեջ դրված էր, պոչերը կհեռացնեմ, այդքան էլ լավը չի, աչքիս մի քիչ խոշոր են, քիշմիշ չի էլի, ոչ մեկ 1500 դրամ էր 1 կիլոգրամը, դե ոչինչ, պիտի լվանամ, ես սրան կդնեմ տակը կաթսայի, մի խոսքով, այսպես, տեսեք են լավերը, որոնք մետաքսի նման այսպես փափուկ են, խնդրեմ, վնասված են, մի խոսքով ժողովուրդ ջան, մարդ պիտի իր խաղողի այգին ունենա, որ գնա, լավ տերև գնի, այսպես, վաղը տոլմա կպատրաստեմ, հնարավոր է կամ և մսով և կեղծ տոլմա, կեղծ տոլման արդեն ասել եմ, մի անգամ ինձ գրել էին, բա մեջը միշ չկա, բա ինչու է կոչվում կեղծ տոլմա, որովհետև մեջը միշ չկա, կեղծ է, ասում են սուտի, բայց սուտի իրական անունը չի, ասում են կեղծ տոլմա, այսինքն մեջը միշ չկա, այսպես անուշիկներս, մի հատ էլ ինձ համար այսպիսի դեմքի կրեմ եմ գնել, խոնավեցնող, այս գերմանական, շատ լավն է, օգտագործում եմ արդեն 2 օր է, հիմա ձեզ ցույց տամ, բավական և անուշ բույր ունի, և շատ լավ տարածվում է, Սիթիից եմ գնել, զեղչվել էր 1000 դրամ զեղչվել էր 3500 թե 3800 էր, լավ չեմ հիշում արդեն ժողովուրդ ջան, այսպես, սա էլ այսպես ձեզ հետ կիսվեմ, գնում եմ բժշկի, գնում եմ ֆիզիոթերապիայի, անպայման կմիանամ ձեզ հետ կզրուցեմ, հիմա անցնեմ իմ գործին, քիչ ուշ կմիանամ կզրուցեմ, սիրում եմ բոլորիդ, համբուրում եմ, ասում եմ առայժմ։ Բարի երեկո սիրելիներս, բարի երեկո, որոշեցի միանամ ձեզ, մի փոքր զրուցենք, ասեմ, առիթ ունեմ ձեզ հետ զրուցելու, Սեդան որոշել է գնա ու կանգնի վերանորոգման, մի քանի օր առաջ, որ դալմա ենք գնացել, հիշում եք, արդեն նախորդ տեսանյութից ժողովուրդ ջան տուն եկա ու ոտքերից ցավից չեմ կարողանում ոչ քայլեմ, ոտքերս դնեմ գետնին անգամ, ոչ մի բան չեմ կարողանում անել, ցավից չեք պատկերացնի, ամոթս կորցրած լաց էի լինում, մամայիս էի կանչում, այդպես ինձ մոտ լինում է մեկ-մեկ, բայց դե տանը ամուսինս, տղաս կանգնած կողքիս, վազելով եկան, հասան ինչա պատահել, ժողովուրդ ջան, մոտս սկսվեց, պրիստուպին ինչ են ասում հայերեն, մի խոսքով, դեմքս էլ այտուցված է, որովհետև իմ ինսուլինի դեղերը չեմ խմում, հիմա հերթով կգամ նաև կհասնեմ այդտեղ, և որոշեցի Facebook-ով, այսպես մտել էի Facebook, դեռ չէի որոշել, բայց մտքումս կար, որ երևի արդեն ժամանակն է դիմել բժշկի ու Facebook-ում ինձ բերեց մի կենտրոն, որը նաև մեզ է շատ մոտ, կոչվում է Վալիդուս, զանգեցի, պայմանավորվեցի, հաջորդ օրը գնացինք, ոտքերս բժիշկը նայեց, ուղարկեց ռենտգեն, ուղարկեց սոնոգրաֆիա, ոտքերիս վիճակը սարսափելի էր սիրելիներս, ինչ առումով, որ ունեմ ժառանգական շպորաներ, այսինքն այդ խպիպ հայերեն,
բայց ոչ թե ոտքերի տակ, այլ հենց կրունկի և գարշապարի այդ տարածքում, ինչ են ասում, գերաջ, ոսկրի գերաջներ ունեմ երկու կողմից, մի ոտքիս մեջ, իհարկե անվտանգ է դա, չանհանգստանաք, ուղղակի ոտքս այտուցվել էր մեջը, մի քիչ հեղուկ կար, ասեց դա ձեր քաշի հետ է նաև կապված, կանցնի, ասեց, այդ բոլորը անցնելու է, վտանգավոր չէ ինքը, և ուրեմն ջլերս այդ գարշապարը գիտեք չէ, Աքիլեսյան գարշապարը, այս կրունկի հենց վերևի են հաստ ջիլը որ կա, դա ուրեմն այդ բարձրացել է, հասել է ջլին այդ ոսկորը, գերաջը, ու ինքը քաշում է այդ ջիլը, դրա համար երբ որ ես քայլում եմ, մի քիչ էլ ինքը տակը կա, շատ քիչ, բայց այդ տակի հատվածը ժողովուրդ ջան, հիմա որ այսպես նստած եմ չի ցավում, չէ, բայց որ հիմա կանգնեմ քայլեմ, ահա որ ցավալու է, հենց սկսում եմ մի քիչ երկար քայլել, ինքը գալիս է իր տեղը, ցավը վերանում է, զարմանալիորեն ցավը վերանում է, մի խոսքով նայեց բժիշկը, ասեց, որ վիրահատելու չեմ կարող, սա վիրահատություն չի, որովհետև ջլերը ամեն դեպքում այնքան լարված են, որ պատրաստ են պատռվելու, հիմա չգիտեմ դա ինձ վախեցրեց, թե ոչ, ես դրանից պանիկայի մեջ չեմ ընկել, հա, ինձ մոտ տագնապ, խուճապ չկա, որովհետև ես ծանոթ եմ բժիշկներին և գիտեմ, որ իրենք միշտ այսպես տակը մի բան թողնում են, հա, անպայման մի քիչ վատն են ասում, բայց ես արդեն սովորել եմ և գլուխս չեմ գցում նման բաներ, մի խոսքով ինձ նշանակեցին ֆիզիոթերապիա, հարվածային, ալիք հարվածային ուրեմն միջամտությամբ մաշեցնում են այդ ոսկորները, այդ խպիպները և մյուսն էլ ուրեմն լազերային ողնաշարի հետ կապված, որովհետև ողնաշարս էլ նկարեցին, այնտեղ մի քանի ողն մի սենց փոքրիկ բարձրացել էին, սենց պստլիկ, ասենք այսպես է, իմս մի քիչ այսպես բարձրացել էին, ասես դա արյան շրջանառության հետ է նաև ձեր քաշի հետ է կապված, ինչևից է, դա էլ նշանակեց, որ այդ լազերով ուրեմն անցնեն մեջքիս վրայով, քանի որ ես ունեմ ընտանիքում ունենք անկոլոգիան շատերը չեն հասկանում, դա չարորակ գոյացություններն են, ունեցել է պապայիս կողմից տատիկս, փոքր հորաքույրս և արդեն նաև հիշում եք մամաս ուներ, երբ ես ասեցի, բժշկուհին ասեց չվախենաս, ես ինքս ունեմ այդ խնդիրը և ամբողջ օրը այս լազերի մեջ եմ, չվախենաս, դա ժառանգական չի, դա չի անցնում ժառանգաբար, գենետիկ չի, դա ձեռքբերովի հիվանդություն է և կապված է իմունային համակարգի հետ, դե ես դա գիտեի, որ այո, ցավոք սրտի, այդ կեղտոտ հիվանդությունը, այդ չարաբաստիկ հիվանդությունը հենց իմունային է, անցանք առաջին այդ թերապիան, ոչինչ, այս երկուրը շատ ավելի լավ եմ, քան ընդամենը մեկն եմ անցել, վաղը գնալու եմ երկրորդը անցնեմ, ասեց 6 սեանս է լինելու, եթե 6-ը չօգնեց ևս 2-ը և այդ 2-ին կավելացնենք նաև այդ լազերային մերսումը, որը արյան շրջանառությունն էլ է լավացնում, դրանից հետո ինձ հերթագրեցին էնդոկրինոլոգի մոտ, այսօր գնացի հանդիպեցի էնդոկրինոլոգին, շատ անուշիկ աղջիկ էր, բայց քանի որ Սեդան ունի մի հատ շատ վատ բնավորություն, մամաս միշտ իմ վրա բարկանում էր այդ իմ բնավորության վրա, ես շատ ազատ ծիծաղկոտ մարդ եմ, ես որտեղ մտնում եմ, մտերմանում եմ, ծիծաղում եմ, ուրախացնում եմ, ինձ համար գերագույն հաճույք է, երբ դիմացինս հոգնած այդ իր առօրյայից ժպտում է, ես այդպիսի մարդ եմ, դա ինձ մոտ ստացվում է ակամայից, որտև դա իմ ապրելակերպն է, ես այլ կերպ ինձ չեմ պատկերացնում, ես ոչ թե ինձ ստիպում եմ, որ դա անեմ, դա արդեն
իմ մեջ այնքան է նստվածք տվել, այնքան է արմատավորվել, դա իմ բնավորությունն է եւ իմ տեսակն է, չեմ կարողանում փոխվել։ Բայց այս անգամ Վահանի հորդորով, Վահանը վրա շատ է բարկանում, ասում է դա մենք այսքան բժիշկների մեջով ենք անցել ու ոչ ոք քեզ չի օգնել, ոչ ոք։ Մտա բժշկու մոտ, ասի որ բժշկուի ջան, դուք շատ գեղեցիկ եք, շատ հրապուրիչ եք, բայց կա այսպիսի մի ճշմարտություն, իմ վրա չեն գալիս ոչ գինեկոլոգները, ոչ էնդոկրինոլոգները, բոլորն իրենց գործը կիսատ են թողում, ասում են ինչու, ասում չեմ կարող ասել ինչու, գուցե իմ բնավորությունից է, ես թեթև եմ, պահանջկոտ չեմ, վստահում եմ բժիշկներին, մտածում եմ, եթե բժիշկը ասաց, ես պիտի անեմ, բայց բժիշկը երևի թե տեսնում է, որ ես չեմ պահանջում, անգամ արդյունք չստանալուց հետո խելոք անում եմ իր մյուս փորձարկումները, հա, ինձ ասում է այս դեղը խմիր, հնարավոր է արնահոսություն լինի, այս դեղը խմիր, գուցե ներքին արնահոսություն լինի, ես նապաստակ չեմ կներեք եւ թույլ չեմ տա այլևս այս տարիքում իմ վրա ինչ որ փորձաշրջան անցնելու, խնդրեմ մկներին վերցրեք, վրաները փորձաշրջան անցեք, չգիտեմ, ես մարդկանց չեմ ասում էլի, ոչ թե մարդկանց, այլ ջոր մկների վրա ոնց փորձերը արել եք, այդպես էլ արեք։ Մի խոսքով սիրելիներս, բժշկուհին խոստացավ ինձ, որ անհատապես անցնելու է ինձ հետ մեծ ճանապարհ, որ ինձ օգնելու է այդ հարցում, պարտադիր հարցազրույց ունեցանք, այսպես անցանք իմ կյանքի լավ ու վատ օրերով, բնականաբար բժշկուհին ասաց, ես զարմանում եմ, որ դուք կարողանում եք ժպտալ, այսքան ծանր ճանապարհներ եք անցել, դե մինչև ամուսնությունս, Մոսկվա, ապրել եւ այլն, դա ինձ համար ես համարում եմ կորած տարիներ, կորցրած երիտասարդություն, մի խոսքով։ Հիմա ասեց, որ նման դեղերը արդեն է դեղահաբերը, որոնք որ չեն օգնում, որովհետև իմ ինսուլինը շատ բարձր է, ասեց, որ մենք կփորձենք սննդակարգի միջոցով, եթե տեսնենք, որ սննդակարգը չի օգնում, անալիզներ պետք է հանձնեմ, անալիզների մեջ մտնում է նաև այս վահանաձև գեղձի անալիզը, որը ինձ մոտ միշտ գալիս է մաքուր, չնայած նրան, որ ձախ բիլթի վրա ես ունեմ կիստա, որը արդեն 10 տարուց ավել չի մեծանում, ոնց կա, այդպես մնացել է եւ հորմոններս գալիս են բացառապես մաքուր։ Ինսուլինս տեսա, որ բարձր է, բայց ասեց սա 1 տարի առաջվա է, 1.5 տարվա, ասեց ես ձեր փոխարեն մի 4 անալիզ է նշանակել, ասեց կա կորտիզոլ չունեք, կորտիզոլի մաշկ չի սա, ինսուլինից դեղերը դադարել էի, որովհետև մեթֆորմինը, որ խմում եմ ինսուլինի համար, ինձ վքնացնում է ահավոր եւ ես մեթֆորմինից քաշ եմ հավաքում, մարդիկ նիհարում են, ես քաշ եմ հավաքում, ես ինքս ինքնագլուխ անցա գլուկոֆաժի տարիուկես առաջ, համարյա տարիուկես առաջ նիհարեցի մոտավորապես 8 կիլոգրամ, շատ գոհ է գլուկոֆաժից, հետո սկսեց գլուկոֆաժն էլ չօգնել։ Ես գիտեմ մարդկանց, հենց մեկ իմ քրոջ ամուսինը դադարեր տվել գլուկոֆաժ ընդունելը, որովհետև ասում են հյուծվել էր, հյուծվում էր։ Ինձ չի օգնում։ Լավ, ինչևիցե ամեն դեպքում տեսավ դեմքս դուրս է տված, ասեց սա ձեր ինսուլինի պատճառն է, Սեդա ջան ասեց, հա, մի խոսքով ժողովուրդ ջան, կանգնել եմ վերանորոգման ռեմոնտի, ինձ կարգի եմ բերում, որովհետև ես այնքան աշխուժ մարդ եմ, ժողովուրդ ջան, մինչև այստեղ գալը, մինչև ռայկոմ տեղափոխվելը Կոմիտասում, Սեդան ոչ մի վայրկյան չի նստել, ոտքերս կոտրվում են, իմիջիայլոց ասեմ, որ ոտքերի խնդիրը դա ինձ մոտ ժառանգական բնույթ է, խնդիր ունեցել է պապիկս, 2 հորաքույրներս, պապաս եւս ուներ այդ խփիպներից, ես հիմա որ հիշում եմ պապայիս կրունկները,
խեղճ պապաս կրունկների վրա էր իջնում, ամբողջ մեր այդ մուտքը պապայիս ոտնաձայներն են, ինքը կրունկների վրա էր իջնում, այսինքն դմբ շատ բոլորը գիտեին, որ ավետյաջան տանից դուրս է եկել տեղ ա գնում։ Եվ չեմ մոռանում, որ պապայիս մահից հետո մեր երրորդ հարկի հարևանն ասեց մեր պադեստը որփացավ, որովհետև արդեն բոլորը սովորել էին այդ իր բարձրանալ, իջնելուն։ Մի խոսքով անուշիկներս ինձ շատ են տարել ծովափ, մենք նույնիսկ իմ 1 տարին, իմ 1 տարեկանը մենք անցկացրել ենք Աբխազիայում Ալախաձե գյուղ կա, ես շատ եմ պատմել եմ այս մասին, մոտ մինչև 4-րդ դասարան 1 տարեկանս դեռ չլրացած, մինչև 4-րդ դասարան ամեն տարի պապաս ինձ տանում էր Ալախաձե, հետո առաջին դասարան դեռ չընդունված հեռացրեցին նշիկներս, դա էլ չօգնեց, ես միշտ ունեցել եմ հոդացավեր, խնդիր է եղել ինձ համար, ծնկահոդս չի, միայն այդ կրունկի և ոտքիս տակ այդ փոսիկի այդ հատվածես, փոսիկը որ կա, այդ հատվածն էր։ Դա ինձ մոտ այդպես էլ չանցավ, մի խոսքով ժողովուրդ ջան, ուզում եմ ասել, որ միշտ հետևողական ենք եղել, այնպես չի, որ բարձի թողի ենք մատնել, երբեք չեմ հետաքրքրվել դրանով, չէ, փորձել ենք, դիմել ենք 1000 բժիշկների, դիմել ենք էնդոկրինոլոգների, ովքեր իրենց տեղից նույնիսկ չեն էլ կանգնել ինձ համար, բայց գումարներ են մեզնից կորզել, մի խոսքով անցել եմ ճանապարհ, էլ չեմ ասում այս իմ քաշի հետ կապված, թե ինչքան երեխաների կորուստներ եմ ունեցել, թե 2 էկո եմ ունեցել անհաջող Էրիկիցս հետո, մի խոսքով սիրելիներս, ճանապարհս եղել է բարդ ու դժվար, սա ինչի եմ ասում, որովհետև այսօր կան ինձնից ավելի երիտասարդները կան, ովքեր տառապում են այս խնդրով և սա իսկապես խնդիր է ու չպետք է թողնել, որ այն էլ ավելի հասունանա, հարկավոր է այդ խնդրի կոկորդից միանգամից բռնել ամենաերիտասարդ տարիքում, սիրելիներս, որովհետև գալիս է մի այսպիսի տարիք, երբ 100-ի կեսն արդեն ապրած ես լինում, բավական հետո դժվար է լինում, հատկապես եթե դու ինքդ առույգ մարդ ես։ Դրա համար էլ ինձ համար բավական ծանր է այս կարգավիճակում, չքայլելու կարգավիճակում, բայց դուք եթե ինձ դրսում տեսնեք, չեք ճանաչի, ես այնքան արագ եմ քայլում, ժողովուրդ ջան, շատ արագ եմ քայլում, եթե ոտքերս չեն ցավում, եթե ինձ դանդաղ քայլելուց տեսնեք, ուրեմն էլ չեմ կարողանում ոտքերս առաջ տանեմ, ուրեմն սաստիկ ցավում է, սաստիկ, և ես աղոթելով, որ ճանապարհս մի փոքր կարճանա, ուրեմն մեր տնից այդ պոլիկլինիկա, երևի թե, ասեմ, 15 մետր է, բայց Վանին ես ասում եմ, Վանից ինչ հեռու է մեր տունը, ասում կներես, բայց պադեստի մոտ չեմ կարա բերեմ այդ կլինիկան, երբ որ ցավ ես ունենում, քեզ համար այդ 15 մետրն էլ բավական հեռու է թվում։ Այսպես անուշիկներս, այնպես որ կանգնել եմ վերանորոգման, տեսնենք ինչ կլինի, ոնց կլինի, ինչ ընթացք կունենա, ձեզ հետ անդադ ես կապ կունենամ ու կկիսվեմ արդյունքներով, տեսնենք այդ ալիք հարվածային գործիքը ինչ է անելու, իսկապես այն կմաշեցնի, թե ոչ, օրինակ քրոջս կեսուրը դիմել էր, ես դա երեկ եմ իմացել, քույրս ինձ ասեց, որ ես չգիտի, ասում որ նման բան կար, 10 տարի առաջ, ասում ես կեսուրս պոլիկլինիկայում իր խպիպները մաշեցրել է, հետո ես իմացա, որ հենց այդ հարված ալիքային, թե հարված ալիքային գործիքով ինքը այսպես թմբուկի նման տափակ գործիք է, բոլորովին ցավ չեք զգում, այն սոնոգրաֆիայի գելից են քսում ու տկտկացնում են, այնքան հաճելի է, բացարձակ ցավ չեք զգում, նույնը և այդ լազերը բացարձակ ողնաշարի վրայով անում է մինչև պոչուկի հատված, ոչ մի ցավ չեք զգում, բացարձակ, շատ նույնիսկ հաճելի է։ Այսպես անուշիկները, սա էլ այսպես, ձեզ համար հետաքրքիր տեսանյութ էի 1 այսպես րոպեանոց նկարել,
բայց ինձ խորհուրդ չտվեցին տեղադրել, չգիտեմ թե ինչի համար, այսպես կասեմ ուղղակի, մեր զինվորը մի քանի օրով եկել էր, իմ Գագուլս քերուստորը եկել էր, հիշում եք, որ բանակ ճանապարհեցինք, ես խնդրեցի առանց իր վրա պահելու, խնդրեցի, որ ինքը ասի ինչ վիճակ է այսօր սահմաններում, շատ գոհ են սիրելիներս, խաղաղ է, ամեն բան խաղաղ է, փառք Աստծո, որ այսպես շարունակվի, մի խոսքով սիրելիներս, սա էլ այսպես, հետո եթե հարցեր կունենաք, խնդրեմ գրեք, ես էլ կկողմնորոշվեմ ինչի մասին խոսել, ինչից խոսել, այ հիմա իմ հետևորդուհին, իմ Աննան, որը մամայինցս նաև հարևանուհին է շատ հին, ինձ խնդրեց, որ մամայիս այդ հոդացավերի բաղադրատոմս էր ինքը գրել մամաս, հիմա կբերեմ ձեզ հետ կկիսվեմ։ Ժողովուրդ ջան, այսպես բերել, շարել եմ մամայիս թղթերը, նույն մինչև փորձեցի նկարել մի 1000 անգամ հուզվեց։ Մի խոսքով հոդացավերի համար 3 ճաշիկ թալ չամիչ, 2 ճաշիկ թալ սննդային ժելատին, 40 գրամ, 8 թեյիկ թալ կտավատի սերմ, 4 ճաշիկ թալ քունջուտ, 40 գրամ դդմի սերմ, 200 գրամ մեղր, խառնել, ստանալ միաձուլ զանգված, լցնել ապակյա տարայի մեջ, ընդունել ամեն օր մեկական թեյիկ թալ, օրը 2 անգամ նախաճաշից և ճաշից հետո։ Հիմա ես այսպես պահեմ, դուք կարող եք հետո մոտեցնել և կարդալ։ Այստեղ ուներ նաև, չգիտեմ, կհետաքրքրի թե չէ, դեմքի մազերը դեմքի չէ, ընդհանրապես մազածածկույթից ազատվելու համար, այսպես կարող եմ պահել, այս ինչ է գրել, այ մամա ջան, այ իմ լավ մամա ջան, մի հատ տեսեք, գրել, վերջում գրել է ճանաչել զիմաստություն և սխրատ, իմանալ զբանս հանճարոյ մաշտոց։ Առաջին թարգմանված նախադասությունը։ Սա էլ այսպես, եթե կցանկանաք, դա, սա որն էր, մի րոպե, սա, մաքրում ենք մաշկը, հեռացնում մեռած բջիջները, սա այն չէր, մի վարկյան, հիմա նա էլ ցույց կտամ, սա էլ այդ մազերը հիմնական հեռացնող բաղադրատոմս է, վարսակի ալյուր, մեղր, կիտրոնի հյութ, խառնել բոլոր բաղադրիչները, այսպես, 1 ամիս անց բոլոր մազերը կվերանան, խնդրեմ, ոնց պահեմ, այսպես երևում է, չի երևում, մի հատ ֆոկուսի բերեմ, սա էլ այսպես, հետո, միտեղ տեսա երիկամների համար էլի մի բան էր գրել, տեսնեմ ուր է, սա է ոնց որ թե, մի վարկյան, երիկամների պոչկաների համար, տեսեք, մի հատ սա այսպես անեմ, 10 ճաշիկ թալ փշենո դեղին, լվանալ, 250 գրամ ջուր, բլենդերով հարել, մի րոպե, դարձնել կաթ, կարդամոն, իմբիր, կուրկումա, 1 թեյիկ թալ, ամեն մեկից, դա էլ խառնում եք իրար, դառնում է պոչկաների համար, այս մեկը, ես ոնց հասկացա, վարսակի կաթն է,
Սա այս վերևինը, տեսեք, այս վերևինը, այս որ գծիկով սենց անջատած է, սա վարսակի կաթ ինչպես ստանալ, իսկ սա արդեն երիկամների համար է։ Մի թղթի վրա 2 բաղադրատոմս է գրել մամաս։ Էլ ինչ ուներ իմ մաման էստեղ, տեսեք, դա իր թղթերի մեջ եմ գտել։ Մանֆրեդի պոեմ, տեսեք, Մանֆրեդ պոեմից նստել մամաս արտագրել է, տեսեք։ Մաման շատ կարդացած էր և շատ էր սիրում առասարակ գրականություն։ Տեսնում եք, տեսեք էստեղ ինչ եմ գտել։ Հայաստանը տարբեր ժամանակներում է, տեսեք, առաջին բաժանել է պարսկական հռոմեական ժամանակ 387 լծի տակ էլի 387 թվական բյուզանդական պարսկական պարսկաբյուզանդական 591 թվական սա ինչա բաժանումը 1555 թվական այս կրճատ գրածները լավ չէ Օսմանյան Էրիկը ընկերների հետ 1000 ինչա նույն ժամանակ անցել է այդ նույն ժամանակի միջով տեսնում եք ժողովուրդ ջան և Երզնկայից աղցք աշտարակից 10 կիլոմետր հայ արքաների դամբարան Էստեղ բանն է գրել երազիմ երկիր իմ պապերն են քեզ պահել Էստեղ Շիրազի իր զավակներին գրված իր երեխաների անուններով գրված բանաստեղծությունն է Էստեղ հետևում մյուս քառատողն է գրել մեռնել չկա բայց արդեն մաշվել է չեմ կարողանում ընթերցել ես էլ մոռացել եմ լավ չեմ հիշում տողերը բանաստեղծության սա մամայիս հետ մենք ենք կազմել ես ու մամաս երբ նայում էինք երբ Մոսկվայում էինք ապրում նայում էինք մեքսիկական և վենեսուելական սերիալներ էինք նայում իսպաներենի բառարան ենք կազմել ով որ կա իսպանիայից գուցե գտնեք ձեզ ծանոթ տեսնեմ կարողանամ մի քանիսը կարդալ Muerto մահանալ Այս ուխտեն հիշում եմ ինչ էր նշանակում, հիմա էլ չեմ հիշում, աստամանյանա, մինչ վաղը, միրա, լսիր, մի խոսքով ժողովուրդ ջան, այսպես մամայիս հետ կապված, սա կարծեմ ես եմ գրել, սա իմ Մոսկվայի ծրագիրն էր դպրոցում, որ աշխատում էի, ինչին պետք է ուշադրություն դարձնել, տեսեք, զարգացնել երեխայի մեջ սերը ազգայինի նկատմամբ արմատավորել հարգանք սեփական պատմության, արվեստի, լեզվի և գրականության հանդեպ։ Սա թե ինչ աղբյուրներից եմ նաև օգտվել, որովհետև պարտադիր է որևէ աղբյուրից օգտվել եմ։ Այսպես, սա իմ ծրագիրն էր, որ աշխատեի նաև տարրական դպրոցում, սա էլի մամաս է գրել, խնդրեմ, 1915 թիվը և եղավ կյանքի ճոխ տոնավաճառ, բարբարոսության աճուրդ մեծագին և մարդկության փակ գրավատուն և եղավ մի նոր երկրորդ ջրհեղեղ, որ իր տակն առավ առաջին հերթին, ախր էս կողմից լավ չեմ տեսնում, այն երկիրը հենց, որ Նոյին փրկեց, պարույր սևակ, սա ժողովրդական է, հայ ազգ քարի պես պինդի, ծովի պես անսպառի, որովհետև հայ ազգ արդար
արդարի կյանք կսիրե, այդ պատճառով էլ կմեռնի, հարություն կառնի։ Սա ժողովրդական էր, երբ Հիսուսն ասաց սիրիր թշնամուդ, այն ժամ թուրքը չկար աշխարհում։ Ավետիք Իսահակյան։ Տեսակ ժողովուրդ ջան, ինչեր գտա։ Մի խոսք ջան, ողջույն, տանից դուրս եմ եկել, գնում ենք մի քիչ տեսնենք ուր ենք գնում, չենք որոշել, բայց գնում ենք այսօր ամառային է, այսպես ամառային եմ հագնվել, իդեպ այս բլուզս իմ հոգով չէր լինում, երբ ես նոր էի բերել Իտալիայից, նախանցած տարի, չէր լինում իմ վրա, հիմա ես արդեն տեղավորվում եմ, առայժմ։ Ժողովուրդ ջան, քանի որ երաժշտություն չի թույլատրվում, առանց երաժշտության են գնալու, արշակունյացնեմ, ահավոր շոկ է, ահավոր սարսափելի, այս դիմացը կրկեսն է, իդեպ վերջերս եմ իմացել, որ ներկայացման տոմսերը կրկեսի 40,000 արժեն։ Մի խոսքով, մանկությունից ինչ հիշում եք, հիշեք, ես էլ ձեզ հետ։ Սա էլ բիզնես կենտրոն է, կոչվում է Double Tree, կրկնակի ծառ, հյուրանոց, ես գիտեի բիզնես կենտրոն է։ Այն կողմում ափսոս չհասցրեցի, շատ գեղեցիկ շենքեր էին։ Նորակառույց, սուր եմ մտնում մեքենայի վրայով, նայտես, գալիս է մեր մեքենայի վրա, հետևից էլ մեքենա է մեր գալիս։ Կրկեսը։ Այս կողքից մուտքներ։ Ես էլ իմ ուսանողական տարիների մաթույց կտամ, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ ծառ կար, այդ ծառի կողմոտ հավաքվում էինք ընկերուհիներով, այն ժամանակ մեր դասերը ֆիզկուլ համալսարանում էր, այն վերջը ծառի մոտ, սա ինչ-որ հոթել, Երևան, չգիտեմ, գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով, ասել ենք համալսարան, երաժշտություն թույլ չի տալիս, արգելափակում է, եկանք Երևան մոլ, Վահանիս հետ լավ ժամանակ անցկացրինք, ընկերուհուս տեսա իր ընտանիքով, իմ Սինգապուրի ընկերուհուն, իր աղջկան, ամուսնուն,
մի լավ զրուցեցինք, հետո որոշեցինք, որ մոտ ժամանակներս կհանդիպենք։ Տեսեք ժողովրդի մոտ։ Հասանք Բելաջո։ Բայ։ Ինչ ենք լինում։ Ես հետո կգրեմ, թե ում դղյակն է։ Մայր Հայաստանը չի երևում, չէ, արևը չի թողնում։ Ցերրոխուսս ինչի ա մոտիկ նկարում։ Չգիտեմ ինչի ա մոտիկ նկարում։ Ահա, հաղթանակ զբոսայգի։ Ժողովուրդ խայտառակ շոգ է։ Այս էլ ինչ Ռեդիսոն։ Մեկ ինչքան մեքենա կա, անթիվ անհամար ժողովուրդ ջան, տեղ ճարանք չկա մեքենաների դարդից։ Այս էլ էդ իմ ասած հյուրանոցը Ռադիսոն։ Ռեդիսոն, հա։ Մենք որ գնացել էինք Գյումրի քույրիկներով, իրանց ֆիլիալում էինք մնում։ Լավ, որ հետաքրքիր մի բան լինի, հա, ես էլ են շքեղաշուկ, գիտեք, հեռախոսս կախում է, ժողովուրդ ջան, չի աշխատում նորմալ տաքության պատճառով։ Ժողովուրդ ջան, մենք տուն վերադարձանք, դուրս ենք եկել իբր գնանք քաղաքով պտտվենք, բայց այնքան շոքեր չկարողացանք, գնացինք Երևան մոլ, հիմա էլ հետ ենք եկել, Վահանը աշակերտ ունի տանը, ուսանող ունի, պարապում է, դրա համար ցածր եմ խոսում, դռները փակել եմ, բայց Քարֆուր էինք մտել, ձեզ հետ կկիսվեմ, այս հունական օրեգանոյով, օրեգանոն, հա, իմացաք, խնկածաղիկը, չիպսեր են, այսպիսի, առանց գլուտենի, ոնց հասկացա, հա, քսոպիս գլուտեն, չգիտեմ, ճիշտ եմ կարդում, թե չէ, փորձում եմ ժողովուրդ, մի այնպիսի կեռաս եմ գնել, 2200 դրամը, դրամով քիչ էր մնում, ամբողջությամբ այդ արկղը վերցնեինք, հեսա բացեմ կտեսնեք, 3 սիքրին 3000 դրամ էր, մի հատ, ես հիմա հանեմ, դուք խոշորությունը կտեսնեք ժողովուրդ ջան, խելը մի հատ նայեք, խելը, մի հատ ամեն մեկը գլխիս չափ, շատ խոշոր են, գուցե այսպես չի երևում, անով, ահա, այսպես, սա,
մոտավորապես 2 կիլո կեռաս ենք գնել, հա, հեսա ասեմ, 2200 դրամ էր, հա, 1 կիլո 720 գրամ, ճիշտ էի ասում, սա էսպես, հետո որոշ բաներ, ոնց որ Վահանը արդեն դրել է սառնարան, այսպիսի մի հոտ լավ քամի չեմ գնել, տեսեք լվանալու համար, ելակ է, չգիտեմ, հա, ես սենց փոքր բաներ սիրում եմ, ասեմ, ենքան ունեմ ժողովուրդ ջան, են ծալովիներից էլ ունեմ, մեծ էլ ունեմ, ավելի մեծ էլ ունեմ, բայց սա շատ կոմպակտ է, ասենք թե մի բուր ելակ ես ուզում, հա, այսպես քիչ քանակությամբ լվանալ, հա, ահա, տեսեք, մանր լոլիկներից, այդ մեծերը չբերեմ, էլի մեկ էլ դրսում պատշկամպում դրված է պահարանում, 680 դրամ էր, չգիտեմ եսի մինչել չէր, ահա, այսպես, այս մեծ անձառոտ սրբիչ եմ գնել, խոհանոցային, 490 դրամ ու 500 դրամ էր դարձել այս հսկայական մեծ սրբիչը, մենք օգտագործում ենք, սա Վահանը վերցրեց, տորտիա չիպս է վերցրել, այսպիսի, սրանք գիտեք չէ, վառարանում ոված են, վառարանում են եփված այս չիպսերը, այնուհետև, այստեղ տեսնեմ, գուցե սուտ եմ ասում, ոչ էլ Վահանը տեղն է դրել, չի հասցրել, այստեղ գնել ենք դեղին քարի, ուրեմն եփելու և դիփինգը հացը ընկղմելու մեջը, այսպես, այն որ միայն հացը չէ, ասենք թե բանջարեղեն է, գազար է, վարունգ է, հա, իրենք այդպես շատ են անում, թաթախում են մեջը, ուտում են, կար կարմիրը և կար մի ուրիշ տեսակ, բայց մենք սրան ենք ծանոթ, դեղին քարին ենք սովոր, սա վերցրեցինք, այսօր Քարֆուրում հիանալի զեղչեր էին, սա էրիկին, լիմոն լայմ, այսպիսի, ոչ ալկոհոլային բան է, ինչ են ասում, ինքը էներգետիկ չէ, ավելի շատ գիտեք ինչ է, էլեկտրալիտ է, այդ բան դասերից հետո, որ խմում եք ջինից հետո, այստեղ գնեցի, գնեցինք տերիակի սոուս, սոյավի, տերիակի սոյայի սոուս է, այսպես, սա էլ 600 քանի դրամ էր, ենքան լավ զեղչեր էին, հետո, հա, իմ սեր, ահա, ծովախեց կետնիներ, գրած է շրիմփ, բայց շրիմփը անգլերեն է, կրիվետկա, սա 5700 դրամ էր զեղչվել, սա ամենախոշորն էր, չկար, ինչ կար վերցրեցի, եթե ավելի լիներ, սրանից շատ կվերցնեի և վերցրել եմ 1 կիլոգրամ, մի փոքր չափսը, կարող եմ հանել, սա մի փոքր ավելի, այսպես, մի շատ չնչին փոքր չափն է, տեսնեք, մի րոպե, ահա, ձեռքով չդիպչեմ, որ ձեռքիցս հոտ չգա, նրա մի փոքր տեսակն է, շատ ավելի մեծերը կային, այս մեծ սենց, բայց գլխով էին, գլխովները մաքրելը մի քիչ դժվար է, ճիշտն ասած, դրա համար էլ ես չվերցրի, բայց շատ խոշոր էին, այսպես, էլ ինչ եմ գնել, մի րոպե, ահա, այստեղ գնել ենք զուգարանակոնք լվանալու դոմեստես, իմիջիայլոց ասեմ Քարֆուրից հեղուկ եմ գնել, անպայման ձեզ ցույց կտամ, կկիսվեմ ժողովուրդ,
դրա նման մաքրող հեղուկ, զուգարանակոնք, լվացարան, սալիկ նման երևույթ ես դեռ չէի հանդիպել, հիանալի էր, սա արդեն իմացաք, հիգենիկ թուղթ կարևոր, այստեղ համեմունքներ եմ գնել, տեսնեք, էսի ինչա չգիտեմ, seasoning mix, սերմերի հավաքածու է, smoke barbecue, սա միջին կծվության է, 2 հատ դրանից եմ վերցրել, մսի հետ խառնելու, բանջարեղենի հետ խառնելու, տարբեր, վերջացել է իմ կարմիր պղպեղը, այսպես եթե հաջողվի գնալ երկրից կբերեմ այնտեղից, մի հատ ջուր են գնել և Վահանը գարեջուր էր գնել, արդեն դրել է սառնարան, այս ամբողջի համար ժողովուրդ ջան վճարել ենք, հիմա ասեմ, վայ, իբր զեղչով են գնել էլի 23,000, խնդրեմ, 312 դրամ, շատ թանկ է, կփորձեմ վերածել դոլարի և եվրոյի գինը կասեմ, տակը կգրեմ, այստեղ ասում եմ առայժմ, տեսնեմ այսօր կհաջողացնեմ դնել, և երեկ ուրեմն Վահանը օզոնից առևտուր էր արել, սա աղբի տոպրակներ է, վարդի բույրով, ես էի սա ընտրել, արտիկուլը պահեմ նայեք, օզոնից է, խնդրեմ, կբացեմ միասին կնայեք և լվացարանի չորանոց եմ գնել, մեր վերևի չորանոցը տեղ չկա արդեն վերևում, պիտի իջեցնեմ հիմա մի րոպե, տեսեք ժողովուրդ ջան, այստեղ այս վիճակն է, այստեղ մեր չորանոցն է, ամանները հավաքում է, չորացնում եմ, այս կողքից հավաքեցի, այստեղ ունեի ծաղկամաններ և այլն, այստեղ Վահանի մեքենան է, Էրիկի պրոտեիններն է, սա այսօր բոլորը մաքրվելու է, այս ամեն ինչ տեսնում եք, այս ամբողջ այսօր այստեղից մաքրվում է, այս ավելորդ բաժակները, որը չի օգտագործվում, սա այստեղից դուրս է գալու, ափսեները գնում է իր տեղը, այս բոլորը դուրս է գալիս, այստեղից բաժակները բարձրանում են այստեղ, չորանոցը, որը սլիվով է, այսինքն թափվող է, ջրի տեղ ունի, որ ջուրը թափվի, սա էլ եմ հանում, սա մի այլանդակություն է, այսպիսի բան չգնեք այս արանքներով ժողովուրդ ջան, ամեն օր երևի չեք պատկերացնի, փոքր երեխու նման լվանում եմ ես այս ապրանքը, բայց մինչև երեկո նորից փոշի է հավաքում, կեղտ է հավաքում, մի խոսքով լավը չի, չեմ գնելու էլ նման բան, չորանոցը կդնեմ այս կողմի վրա, այս արանքը ամբողջը այսպես ինչ տեսնում եք մաքրվելու է, սա երեկ է այսպես եղել, այսպես չէր, սա երեկ եմ այսպես քարուքանդար է տանը հյուրերուն, մերոնք էին եկել, պստիկս էր եկել, Վահագս Հովանիս էին եկել, այդպես, անուշիկները սրանք այս բոլորը այսպես դուրս կգա ու վերջ, կմաքրվի, սա էլ այսպես, ժողովուրդ ջան բարի լույս, մենք անկյունը հավաքեցինք, հավաքվեց, այնտեղ մնաց մենակ էդի մեկ գաջետը, սա հետագայում վերանալու է այս ապարատը, այստեղ չի մնալու, տեսեք ինչքան լավն է այս չորանոցը, ինքը ունի այս սլիվի տեղը, սա երկարում է, եթե չեք ուզում այս կողմով, ուզում եք հակառակ կողմով, սա պտտվում է, սա կարող եք այն կողմի վրա էլ իրեն անել, այստեղ ունենք դանակ պատառաքաղների տեղ, տեսեք դանակների տեղ, այսպես պատառաքաղ քթալները, այսպես ունենք նաև բաժակների տեղ, որ կարող ենք ամրացնել, բաժակները ուղղակի հագցնել վրան, այս սրանով, սա էլ, տեսեք, սա էլ ունի սլիվ, տեսեք, այս սլիվի տեղը ունի, այստեղից ջուրը գալու է թափվի, նույնն էլ այստեղից ջուրը գալու է թափվի այստեղ, գա թափվի այստեղ, սրա մաքրելը շատ ավելի հեշտ է լինելու, սա իր ամրակն է, բայց բաժակների տեղը ես չեմ ամրացնելու, սա չեմ ամրացնում սրա հետ, սա այսպես դուրս է գալիս, այնտեղ ինձ բավական է, ափսեները կդնեմ, այստեղ էլ բաժակները կդնեմ,
բաժակները բոլորը հավաքվեցին, որը որ ձմեռային էր գնաց ամենավերև, ասենք թե ենք խմում եւ այլն, այստեղ տեսեք էրիկի պրոտեինն է, այսպես այնտեղ բարձրացան մեր բաժակները, որը չենք օգտագործում կամ թեյերի համար է, եւ այստեղ արդեն սուրճի բաժակներն են, որոնք որ հազվագյուտ եմ սա օգտագործում, հիմնականում սրանք չեմ օգտագործում, եւ մեր ջրի բաժակները, վերջ ժողովուրդ ջան, այս անկյունս այն կոպիտ ասած խոլերանոցից պրծանք, վերջ, всё մաքրեցի, վերջացրի, հիմ դեռ չեմ վերջացրել, չէ, սպասեք, հələ լիքը անելիք ունեմ, ձեզ էլ տոպրակս ցույց տամ ու ձեզ այստեղ հրաժեշտ կտամ, սիրելիներս, այսօր կտեղադրեմ, հետո արդեն հաջորդ տեսանյութում բան կանեմ, մնացած շարունակությունը ձեզ հետ կկիսվեմ։ Ահա սիրելիներ, սա աղբի տոպրակ է, սեղանը դեռ թափված է, որովհետև մաքրության ընթացքի մեջ չեմ ավարտել, ինքը շատ անուշ վարդի բույր ունի եւ երբ որ լցվում է, այստեղ ինքը ունի այսպես ինչ են ասում, պոչիկներ ունի, որ քաշում եք, այս պոչիկները ինքը դառնում է պարան, ձգվող այսպես, կապում ու տանում թափում եք, շատ լավն է օզոնում, ես երեք պահել եմ, արտիկուլը կարող եք գտնել օզոնում, 1000 քանի դրամ էր կարծեմ, Վահան քանի հատ էր, 30 հատը, շատ հարմար է, մեկ ամսվա համար հիանալի է, բայց դե հո ամեն օր չես տանում աղբթափում, լցվում է նոր, այսպես աղնուշիկները, սա էլ այսպես, դե ինչ, ձեզ մաղթում եմ, այս վարդերի վրա այսպես պահեմ, ձեզ ասեմ լավագույնս եմ մաղթում, խաղաղ ու երջանիկ օրեր, իդեպ եթե ձեր երեխաները ավարտել եւ սովորել են Եվրոպայի լավագույն համալսարանները բարձրագույն, կարող են այստեղ գալ եւ մտնել կառավարություն աշխատանքի, վարչապետի նոր հրահանգն է եւ հրամանը, դա հիանալի ուրեմն հրաման է եւ որոշում, որպեսզի մեր երիտասարդները, մեր խելքերը, մեր ուղեղները հետ գան հայրենիք, հայրենիքը զարգացնելու համար, սիրելիներս, ոչ թե ծառայեն օտար երկրներին, հետո էլ կանենք ասենք, մեզ ինչ, կարևորը որ գան այստեղ իրենց երկրի համար ծառայեն, սիրելիներս, ես էլ ձեզ գրկում եմ, համբուրում եմ, բոլորիդ անսահման սիրում եմ եւ ինչպես ասում եմ, մնանք Աստծո, ձեզ հետ էր Սեդան, սիրով։